Գագիկ Ծառուկյանի ներկայացրած առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը միացած համահայկական հասարակական դաշինքն ընդլայնում է գործակցության շրջանակն ու շարունակում ազգային ուժերի համախմբման գործընթացը։ Դաշինքը 3 հուշագիր է ստորագրել։ Առաջինը հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորում հասարակական կազմակերպության հետ է։ Մեր գործունեությունը ուղղված է լինելու մեր պետության ու մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել գործող ապազգային վարչախմբին։ Իսկ վարչախմբին հեռացնելու համար համազգային համախմբում է պետք։ Ընդդիմադիր ազգային առողջ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայրենանվեր անհատ գործիչների համազգային համախմբում։ Համահայկական հասարակական դաշինքը մեկ այլ հուշագիր էլ ստորագրում են Նեմեսիսի մահապարտներ ու Պատրիոտ դաշինք ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ։ Ողջունելի է այս համագործակցության առաջարկը, քանի որ սա միավորում է եւ Սփյուռքը, եւ գիտական աշխարհը, եւ մշակութային աշխարհը, եւ այն բոլոր նվիրյալներին, ովքեր մտածում են մեր հայրենիքի մասին։ Բավականին ծանր վիճակում են գտնվում։ Միակ ելքը Հայաստանի Հանրապետությունը հանել է առաջացած ճգնաժամից, դա ազգային անցումային կառավարության ձևավորումն է։ Նորաստեղծ համահայկական հասարակական դաշինքի նպատակն է Հայաստանում եւ Սփյուռքում համախմբել բոլոր ազգային առողջ ուժերին եւ դիմակայել ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Նախատեսել ենք նաեւ քաղաքական ուժերին համախմբվել եւ միասին քննարկումների միջոցով հասկանալ նրանց մոտեցումները, նրանց տեսլականը եւ փորձել նրանց համախմբելով այս գաղափարի շուրջը հասկանալ թե ինչպես կարելի է այս ստեղծված շատ կրիտիկական իրավիճակից դուրս գալ։ Դաշինքը վստահ է քննարկումներից հետո հնարավոր է խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ մշակել ու ներկայացնել հանրությանը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։